Աստծո խաղաղությունը բոլորիս հետ լինի, سلامتی بر همه شما باد սիրելի եղբայրներ, برادران عزیز էլի եկեղեցի, کلیسای عزیز բոլոր տեղերում, որտեղ ունենք եղբայրներ, քույրեր, որոնք լսում են հիմա, در همه جا که ما داریم برادران و خواهران که میشنون موعظه را ով Տիրոջ օրհնությունը, պաշտպանությունը, օծությունը հաճի ամենքից վրա, برکت فیض خدا بر اونها باشد եւ որ մեր սիրտը պատրաստ լինի լսելու այն խոսքը, که دل ما آماده باشه که این سخنان رو بشنویم որը Աստծո բերանից է դուրս که ելած, از دهان کلام خدا از دهان خدا بیرون میآید ոչ թե մարդու խոսք, այլ Աստծո խոսք. نه به عنوان کلامی که از انسان کلامی که از طرف خدا میآید Ստված օրհնի բոլորիս, خدا به همتون برکت بده ես մի կարճ խոսեմ, որ էլի եղբայրները խոսեն, من یه کوتاه صحبت میکنم که بعدا برادران هم صحبت بکنم ուզում եմ կարդալ մի համար, Հովանու ավետարան 6-րդ գլուխ, میخوام یه آیه از انجیل یوحنا باب 6 براتون بخونم 64 համարի խոսքը. آیه 64 Հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս. Այն բանն, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք է. یکی باتون شورت نه ولی بعضی از شما ایمان ندارید زیرا عیسی از ابتدا کسانی رو که ایمان نداشتن و همچنین اون کسانی رو که بعدا او را تسلیم کرده میشناخت پس به همین دلیل به شما گفتم که هیچ کس نمیتواند نزد من بیاید مگر آنکه پدر من این فیض را به او عطا کرده نباشد متى تكون قرصه اسم رستاخمانه میوردست میشه Հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս. Այն բանն, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք. روح زندگی میده و بدن هیچ فایده ای نداره این سخنانی که من با شما صحبت کردم زندگی و زندگی و روحه Ուզում եմ, որ մենք այս խոսքի մեջ տեսնենք ինչու համար Հիսուսն ասեց այն խոսքը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի եւ կյանք է. من میخوام الان ببینیم که چرا عیسی این صحبت کرد که گفت اون کلامی که من با شما صحبت کردم در اون زندگی هست Մենք գիտենք, մինչև Հիսուս Քրիստոսը Աստված էլի է խոսել մարգարեների միջոցով, ما میدونیم که تا اینکه عیسی مسیح با مردم باید صحبت میکرد تمام پیغمبران با مردم صحبت کرده بودند եւ Աստված ուներ պատվիրաններ, و خدا وعده هایی داشت Աստված ուներ պատվիրաններ, օրենքներ, خدا قوانین و شریعتی داشت որ երբ որ մարդը ապրեր այդ պատվիրաններով, اگر ահեր պատվիրանը նա կապրեր երկրի։ انسان با این قوانین زندگی میکرد Բայց այդ պատվիրանները, այդ օրենքները մարդուն փրկության չէին տանում, այլ ցույց են տալիս մարդու վիճակը, որ մարդը կարողանա ապրել ու պահել։ ولی این قوانین انسان را نجات نمیداد این قوانین نشان میداد که چطور انسان باید زندگی بکنه که به حقیقت برسه Եվ գիտեք, ինչքան ամեն մի ազգության մեջ, բոլոր ժողովուրդների մեջ Աստծո օրենքներ կա դրած, در تمام میان تمام ملل قوانین از طرف خدا وجود داره եւ այդ օրենքների նպատակն է, որպեսզի մարդիկ կարողանան դրանցով ապրել։ و هدف این قوانین اینه که مردم بتونن به وسیله این قوانین زندگی بکنن Բայց քանի որ մարդը մեղավոր բնույթ ունի, ولی با اینکه انسان خاصیت گناهکاری داره չի կարող այդ պատվիրանները պահել։ نمیتونه این شریعت ها رو نگه بداره Բայց այդ օրենքները մարդու համար որպես դաստիարակություն պետք է լինեն։ این قوانین برای اینکه انسان رو خرد بده Բայց Հիսուսը ասում է այն խոսքը, որ ես ձեզ հետ խոսեցի, արդեն հոգի եւ կյանք է։
ولی عیسی مسیح میفرماید اون سخنانی که من با شما صحبت میکنم روح و حیات هستند. Եվ ինչ էր խոսում Հիսուսը, ինչեր էր ասում ժողովրդի մեջ։ ولی چی میگفت عیسی در میان ملت چه صحبت میکرد؟ Շատերը հիանում են այդ խոսքով, بیشترشون خیلی تعجب میکردن از این سخنان. ասում են մենք այսքան ժամանակ այսպիսի խոսքեր չենք լսել։ تا حالا اینطور سخنانی ما نشنیده بودیم. Այս ով այս անznավորությունը, որտեղից է հայտնվել։ این فرد کیست؟ از کجا پیدا شده؟ Շատերը մտածում էին, ինչ որ մի մարգարե է հարություն առել եկել։ بعضیا فکر میکردن یکی از انبیا زنده شده. Ոմանք մտածում են Հովանես Մկրտիչն է նորից հարություն առել, որ խոսում քարոզում է։ بعضیا فکر میکردن یوحان تعمید دهنده است. Բայց یوحان تعمید دهنده. այն խոսքը, ով որ խոսում էր, հենց ինքն էր կյանքը եւ հոգին իր մեջն էր, դա Սուրբ Հոգին էր եւ կյանքը դա ولی اون که հոգու մեջ։ صحبت میکرد همون روح القدس بود که در عیسی مسیح بود. خودش روح و حیات بود. Դրա համար շատ կարեւոր է այսօր ամեն մեկս ով Աստծո սիրելի հոգի, որ ճանաչեն ով է Քրիստոսը, ինձ եւ քեզ համար։ برای اینکه امروز خیلی لازم و واجبه که ما بدانیم و بشناسیم کیست عیسی مسیح. Եվ Աստծո խոսքն ասում է, որ նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ و کلام خدا میگفت اون راه و راستی و زندگی. Եվ Հիսուսի բերանից ելած ամեն խոսքը կյանք էր եւ հոգի կար մեջ։ و همه کلماتی که از دهن عیسی بیرون می اومد زندگی و حیات بود. Հոգի, որ կյանք է տալիս մարդուն, روح که حیات میبخشید. որ մեռած վիճակից կենթանացնում է։ که از مرده زنده میکرد. Դրա համար Փարտանք ասում, որ այսօր կրկին մենք հնարավորություն ունենք այդ հոգի եւ կյանքը լսելու, ընդունելու, ապրելու։ امروز شکر بدیم به خدا که امروز ما فرصت داریم که این سخنان حیات جاودانی را دوباره بشنویم. Մինչև Հիսուս Քրիստոսի խաչելությունը تا وقتی که عیسی مسیح صلیب نشده بود Հիսուսն էլ քարոզեց, աշակերտներն էին գնում քարոզում عیسی موعظه میکرد، شاگردانش موعظه میکردن. եւ իրենց քարոզի բուն նյութը ներ ապաշխարեցեք, որտեղ երկնքի արքայությունը մոտեցել է։ و هدف موعظه اینا این بود که توبه کنین که ملکوت خدا نزدیک شده است. Հիսուսը մի քանի անգամ իր խաչելության մասին ակնարկեց, ցույց տվեց, որ պետք է մարդու որդին խաչվի։ عیسی چند دفعه درباره صلیب کشیده شدن خودش با مردم صحبت کرد. Ես ուղղակի մտածում եմ դա իմ կարծիքն է, որ աշակերտները խաչելության մասին չէին գրում քարոզում։ عیسی چند دفعه درباره صلیب برپا شدنش صحبت کرد ولی شاگردان اینطور فکر نمی‌کردند. Թեև հիվանդություններ են բժշկվում, با اینکه مرضها را شفا می‌دادند، դևեր էին դուրս գալիս, دیوها را بیرون می‌کردند، ներելներ են հարուցանում, مرده‌ها را برمی‌خیزاندند. բայց դա դեռ չի նշանակում, որ արդեն նրանք հոգի եւ կյանք եղավ իրանց մեջ։ Իրանք արդեն հավիտենական կյանք ունեցան։ ولی نتیجهش هنوز این نبود که اونا روح و حیات داشتند. Եվ Սուրբ Գիրքը մեզ բացում է, որ հավիտենական կյանքը սկսվեց Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ հարությունից հետո։ کتاب مقدس به ما می‌آموزه که حیات جاودانی شروع شد بعد از اینکه عیسی بر صلیب کشیده شد. Այսինքն դեռ մեղքի խավություն չէր կատարվել։ هنوز مسئله گناه حل نشده بود. Մարդիկ դեռ մեղքի մեջ են, անհավատության մեջ են։ مردم هنوز در گناه و شرارت بودند، در بی‌ایمانی بودند. Անկամ հենց Հիսուսի աշակերտները իր կողքին էին 3 տարի կես, բայց նրանք անհավատության մեջ մնացին։ هنوز شاگردان عیسی که 3 سال و نیم باهاش بودند در بعضی وقتا در بی‌ایمانی بودند. Որտեւ Հիսուս Քրիստոսը շեշտում է برای Թոմասին, عیسی مسیح در این باره تذکر میده որ Թոմաս մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ։ که توماس بی‌ایمان نباش، ایمان داشته باش. Հիմա ինչպես հավատացյալ դառնա։ حالا این چطور باید ایماندار میشد؟ Հավատացյալ չի նշանակում, որ հավատալ Աստծո գոյությանը միայն։ ایماندار این نیست که ما ایمان داشته باشیم که خدا وجود داره. Հավատացյալ նշանակում է, որ իր մեջ արդեն մի խոսք կա բնակված, որ իրեն
կյանք է տալիս, նոր կյանքի սկիզբ առաջ։ ایماندار نشون میده که در اون کلام خداست که این کلام به اون زندگی میبخشه، حیات میبخشه. Եվ Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, երբ դա սկսվեց, այդ կյանքը երբ սկսվեց։ و کتاب مقدس به ما نشون میده که این زندگی مقدس کی شروع شد. Որովհետև կյանքը առանց Սուրբ Հոգու չի կարող սկսվել մարդու մեջ։ برای اینکه زندگی بدون روح القدس نمیتونه وجود داشته باشه. Տեսեք, Սատանան Աստծո խոսք մատուցեց Հիսուսին, میبینیم که شیطان کلام خدا را به عیسی نشون داد. բայց Սատանայի ասած Աստծո մասին խոսք, Աստծո խոսքը Սուրբ Հոգին չէր դրա մեջ դրել ինքը, ولی اون کلماتی که شیطان میگفت از طرف روح القدس نبود، այլ իր խաբեության հոգով էր ուզում խաբել այդ խոսքը։ بلکه سخنان فریبنده ای بود. Եթե Սատանայի ասած խոսքը հոգի եւ կյանք լիներ, Հիսուսը կընդուներ։ اگر این حرفا حیات داشتن که اون شریر میگفت عیسی میپذیرفت. Դրա համար Հիսուսը մերժեց, որտեղ դա Աստծո հոգիով չէր այդ խոսքը։ و برای اینم عیسی رد کرد، برای اینکه از طرف روح خدا نبود. Եվ այսօր եղբայրներ ջան, و امروز هم برادران عزیز، բոլոր նրանք, ովքեր որ ուզում են Աստծո խոսքը ապրեն եւ քարոզեն, վկայեն, պետք է Սուրբ Հոգով լեցված լինեն։ برای اینکه امروز هر که میخواد با کلام خدا زندگی کنه، کلام خدا را موعظه کنه، با کلام خدا رهبری بشه، باید با روح القدس پر بشه Որ մարդկանց մեջ կյանք գար։ که در میان مردم زندگی پیدا بشه، Մի նոր հոգի դրվեց մարդկանց։ که روحی نو در میان مردم به وجود بیاد. Գործ կարակելոց առաջի գլուխ در اعمال رسولان باب اول յոթ խոսք 8 խոսք 7 و 8 آیه 7 و 8. Եվ նա ասեց նրանց. Ձեր բանը չէ իմանալ ժամերը եւ ժամանակները, որ հայրն իր իշխանությունը դրեց, բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա գա, եւ ին վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ عیسی پاسخ داد: برای شما لزومی ندارد که تاریخ ها و زمانهایی را که پدر در اختیار خود نگاه داشته است بدانید، اما وقتی روح القدس بر شما نازل شود قدرت خواهید یا در اورشلیم و تمام یهودی و سامره تا دورترین نقاط عالم شاهدان من خواهید بود. Իսկ մինչեւ այդ տեսնում ենք, որ Հիսուսի վկաները չէին դրանք։ ولی ما تا حال میبینیم که اینا شاهدان عیسی مسیح نبودن. Իշտա գնում էին իշխանությունը գործեն դնում, Աստծո իշխանությունը, բայց դեռ Հիսուսի մասին չէին կարող նրանք վկայել։ درسته میرفتن کارهای زورمند قدرتمندی میکردن ولی نمیتونن درباره عیسی شهادتی بدن. Որովհետև նրանք լավ չէին ճանաչում ով է Քրիստոսը։ برای اینکه اونا خوب نمیشناختن کی هست عیسی مسیح. Համար Սուրբ Հոգին դեռ չէր իջել իրենց վրա, իրենց մեջ չէր բնակվում։ هنوز روح القدس نازل نشده بود بر اونها. Եվ նշանակում է, որ այստեղ Սուրբ Հոգին է մեզ ճանաչեցնել տալի ով է Քրիստոսը։ و این نشون میده که روح القدس ما را عیسی مسیح را میشناسونه. Իսկ ճանաչելու համար, նրա վկան լինելու համար պետք է լցվել զորությունով։ برای شناختن عیسی، برای شهادت عیسی باید با روح القدس پر بشیم. Համար Հիսուսն ասաց նստեցեք Երուսաղեմում, մինչև վերևից զորությունը կառնեք, նորին վկաները կդառնան։ برای اینکه عیسی مسیح فرمود که در اورشلیم بنشینید تا روح القدس افاضه بشه و اون وقت شاهدان من خواهید شد. Եվ տեսնում ենք, որ այդպես էլ եղավ, و میدونیم که همینطور هم شد. որովհետև Աստծո խոսքը ճշմարտություն է, برای اینکه کلام خدا راستی است، հաստատություն է, درستیه، զորություն եւ կարողություն է, قدرت و زورمندیه որ երկնքից իջել հասելա ինձ եւ քեզ, که از آسمان نازل شده و به من و شما رسیده. որ մենք էլ այսօր նույն հոգով լեցված, նույն խոսքի զորությամբ, որ կարողանանք ապրել եւ ապրեցնել մարդկանց։ که ما از اون روح پر بشیم و هم بتونیم ما زندگی کنیم، همین زندگی را منتقل کنیم به دیگران. Դամել Պողոս Արաքյալը մի առիթով հիշատակում է, որ մենք մարդկային խոսքի իմաստությունով ու ճարտարախոսությունով չենք քարոզում։
برای یه مطلبی پولس رسول درباره کلام خدا میگه ما با کلمات ادبی کلمات خیلی نقص نیومدیم به وسیله کلام عیسی مسیح اومدیم که از طریق روح القدس میاد Այլ Աստծո խոսքն էլ չեք խարդախում, و کلام خدا را هم بیمورد نمی کنیم ինչպես ոմանք, այդպես է مثل که շեշտում, بعضی این کارو میکنن այլ Սուրբ Հոգու լեցությամբ ու զորությամբ ենք քարոզում։ به وسیله پری روح القدس ما موعظه میکنیم Դե Պողոս Արաքյալի ժամանակ էլ կային քարոզիչներ, برای اینکه در زمان پولس رسول هم واعظانی بودند որոնք Աստծո խոսքը խարդախում էին։ که کلام خدا را عوض میکردند Այսինքն նշանակում է հոգի եւ կյանք չկար այդ խոսքերի։ که در اون کلمات زندگی و حیات نبود Ճիշտ է, մարդիկ էին հավաքվում իրան շուրջը, درست مردم جمع میشدن میشنیدن բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկը հավաքվել են այդ խարդախների շուրջը, նրանք փրկված են արդեն։ ولی نشون نمیداد که اونا که جمع شده بودن پیش این فریب دهندگان اونا نجات یافتند Դա շատ կարևոր է, սիրելի եղբայրներ, برای اینکه خیلی واجبه برادران عزیز որ Աստծո խոսքը միշտ քարոզվի Սուրբ Հոգով լեցված, որպեսզի հոգիները փրկություն ստանան։ که کلام خدا همیشه با روح القدس موعظه بشه که روحها نجات پیدا بکنن Դրա համար Հիսուսն ասեց, որտեղ երկուսից 3 հոգի իմ անունով հավաքվեն, ես այնտեղ եմ։ برای اینکه عیسی مسیح گفت هر جا یکی دو نفر به نام من جمع بشن من در این جمع هستم Ես ոչ մեկին նկատի չունեմ, բայց կան ժողովուրդ, որ հավաքվում են, من هیچ را در نقطه نظر ندارم ولی هستن مردمانی که جمع میشن էլի Հիսուսի անունով հավաքվում, բայց Հիսուսն այնտեղ չի։ به نام عیسی مسیح جمع میشن ولی عیسی در اونجا حضور نداره Կա այդպեսի դեպք, Սուրբ գրքում էլ կա։ این دو جاهایی در کتاب مقدس هم نوشته شده Լավոդիկե եկեղեցում مثل کلیسای لاودیکیه տեսնում ենք ինչքան շատ ժողովուրդ էր հավաքում այնտեղ, հարուստեր եկեղեցին, کلیسا ثروتمند بود چقدر مردم زیاد در اونجا جمع میشدن մարդկային տեսանկյունից ոչ մի բանի պակասություն չկար։ از نظر انسانی هیچ چیزی کم نداشتن Քարոզիչները շատ, موعظه‌گران زیاد بودن երաժշտությունը շատ ճոխ, موسیقی خیلی عالی بود ժողովուրդը լիքը, جمعیت پر بود բայց Հիսուսը դրան հետևում կանգնած թակում է։ ولی عیسی بیرون در بود در را میکوبید Նշանակում է Հիսուսը դրսում է մնացել։ نشون میده که عیسی در بیرون بود Երբ որ Հիսուսը դրսում է, ներսում, Աստծո ներկայություն կլինի, وقتی عیسی در بدون در داخل وجود خدا لابد اونجا میشه դրա համար էլ պետք է ամեն մեկը ինձանից սկսած باید برای اینم با همه باید اول از من همه با هم երկու հոգի կլինի, 3 հոգի կլինի, ինչքան որ կլինի։ 2 یا 3 نفر یا هر چند نفر که باشن Մենք Աստծո խոսքը Սուրբ Հոգով լեցված խոսենք, کلام خدا را با روح القدس پر بشیم که منتشر بشه که فیض برسونه به شنوندگان Տիրոջից առած։ که از خدا بگیریم Ես համոզված եմ, որ ամեն մեկս եղել առիթ, որ Աստծո խոսք ենք մեկին վկայել, من مطمئنم که شده وقتهایی که ما کلام خدا را به دیگران شهادت دادیم եւ այդ մարդիկ ծարավի պես լսել են։ که مردم مثل کسی که تشنه آب شنیدن این کلمات را Շատ ուշադիր լսել են։ خیلی با توجه Դա նշանակում է, որ այդ խոսքի մեջ հոգի եւ կյանք կա։ و این نشون میده که در این کلمات روح و حیات وجود داره Երանի միշտ այդպես կարողանանք ամեն մեկս խոսել Աստծո խոսքը զորությունով։ خوشا به حال اونا که بتونن همیشه کلام خدا را با روح القدس منتشر بکنن Ձեր առաքյալների առաջի դարի եկեղեցում, առաքյալների ժամանակ در قرن اول که رسولان وجود داشتن բոլորը միաբան էին, همه همدم و یک جا جمع شده بودن երբ որ Սուրբ Հոգու մկրտությունից լեցված դուրս եկավ Պետրոսն էլ քարոզեց, بعد از اینکه تعمید روح القدس یافتن و پتروس هم موعظه کرد շատերը ապաշխարեցին, զղջացին, եկան, խոնարհվեցին եւ ընդունեցին خیلی փրկությունը։ زیاد توبه کردن و اومدن و عیسی را پذیرفتن
Պողոս Արաքյալի ժամանակ է در زمان پولس رسول هم ինչքան սատանայի գրքեր, գուշակների գրքերը, բացողների գրքերը բերեցին եւ վառեցին։ چقدر کتاب‌های شیطانی، کتاب‌هایی که جادوگران چیز نوشته بودند آورده شده بود و سوزاندن از بین بردن. Որովհետեւ եթե անգամ դու ոչ գիտնական լինես, ոչ մի պաշտոնյա լինես, اگر تو میخوای دانشمند باشی، میخوای مقام رسمی باشی، մի հասարակ մարդ, որ Աստված քեզ ընտրել է, یه آدم معمولی که خدا تو را انتخاب کرده եւ տվել է քեզ իր խոսքը, իր հոգին, که به تو کلام خدا را داده به تو، անգամ որ دو հոգով քարոզես, اگر تو با روح القدس շատերը պիտի ընդունեն Հիսուս Քրիստոսը։ خیلی خیلی بیشتر باید این کلام رو بپذیرن. Հիմա Աստծո մոտ գիտությունը չի անցնում, Աստծո մոտ պաշտոնը չի անցնում, پیش خدا رسم و مقام و دانایی فایده نداره. Աստծո մոտ անցնում է կոտրված եւ խոնար հոգին։ پیش خدا دل شکسته و فروتن لازمه. Ով գնում է հեզության եւ խոնարհության هر ճանապարհով, کی با فروتنی پیش خدا می آید خدا را خوشنود میکنه. որովհետեւ նա համոզված է, որ այն ճանապարհը, որ ինքը ընտրել է Հիսուս Քրիստոսը կյանքն է ճանապարհը եւ հավիտենությունը, برای اینکه اون مطمئنه که اون راهی که انتخاب کرده عیسی مسیح است که راه و راستی و زندگیه ինքը կմնա մինչեւ վերջ հավատարիմ։ و اون میدونه تا پایان هواداریم، تا پایان لاف کنه وفادار میمونه. Հավատարիմ, շատ ապառ։ وفادار میمونه. Աստված օգնի մեզ, خدا برکتتون بده. որովհետև այստեղ էլ եղբայրները բոլորն էլ Աստծո վկաները պետք է լինեն, برای اینجا همه برادران باید شاهدان خدا باشن եւ այսօր էլ նույն Աստվածը կարա նույն գործը կատարի, ինչպես առաջի տարի եկեղեցում, որ շատ հոգիներ կան و փրկվել։ امروز هم خدا میتونه همون کارا که در دوران رسولان انجام میداد انجام بده که بسیاری روحا بیان و نجات پیدا بکنن. Դրա համար իմ հորդորն է, برای این خراد منینه به شما որ բոլորս մեկանանք Աստծո խոսքի շուրջ, که همه با از طرف کلام خدا یکی بشیم، ինչպես խոսքն ամ ուզում որ մենք այդպես լինենք, همونطور که کلام میخواد که ما اونطور باشیم եւ ապրենք այդ խոսքը եւ խոսքով ցույց տանք, որ ով է Քրիստոսը մեր կյանքում։ و این کلام ما احترام بگذاریم، با این کلام زندگی بکنیم و نشون بدیم که کی است عیسی مسیح، Որ մեզանից Աստծո շնորհքը բխի, که از ما فیض خدا جاری بشه، որ մեզանից սերը բխի, که از ما محبت بیرون بیاره. որովհետև շնորհքը այն չէ, որ սпасեց քեզ անեն, դու էլ դրա երկու անգամ ավելին անես իրեն։ فیض اون نیست که کسی به تو خوبی کنه و تو دو مرتبه بهش خوبی بکنی. Այս շնորհքը այն է, որ դու անում ես, չսպասելով, որ փոխարենը քեզ պետք է անեն։ فیض اونه که تو یه کاری بکنی بدون اینکه انتظار داشته باشه که یکی دیگه برای تو کاری بکنه. Դա նշանակում է, որ քո մեջ Աստծո խոսքը բնակված է որպես հոգի եւ կյանք։ و این نشون میده که کلام خدا در تو به عنوان روح و حیات در تو ساکنه. Եվ այդպես ապրեցնող հոգին միշտ քեզ հետ լինի։ و اینطور روح که همیشه با تو باشه که تو رو زندگی بده. Ես մի օրինակ էլ ասեմ եւ վերջացնեմ։ یه مثالی براتون میارم و تمام بکنم. Կարդացել եմ այսպիսի դեպք ատեղ ունեցել դեռ հնում հին من ժամանակներում, خوندم یه واقعی اتفاقی افتاده در زمانهای قدیم երբ որ ստրուկներ էին վաճառում շուկաներում, که در بازارها اسیرانی رو میفروختن եւ ում որ պետք էր ինչ որ մի հատ ծառա գնելու, մի ստրուկ գնելու, գնում էին շուկան եւ նայում են, որը հարմար է, իրան գնում փողը տալիս եւ տանում էին։ هر کی میخواست یه برده‌ای بخره میرفت بازار و نگاه میکرد هر کی رو میپسندید پولش رو میداد و میخرید. Մի օր մի հարուստ մարդ իր ծառային բերում է կապած շղթաներով یه آدم ثروتمندی نوکر خودش رو میاره که با زنجیرها بسته شده եւ սպասում է հաճախորդների որ գան։ و منتظره که مشتری ها بیان. Մի անձնավորություն է մոտենում իրեն یکی نزدیک میشه եւ ասում է ինչ արժի էս քո
ծառան, որին դու վաճառում ես։ و میگه که این برده این اسیر تو این نوکر تو چه ارزشی داره Եվ որոշակի գումար է ասում, و یه مبلغی بهش میگه թանկել չի ասում ընդհանրապես։ زیاد گرونم نمیگه Եվ պատրաստում է որպեսի գումարը տա, وقتی آماده میشه که پول رو بپردازه այս ծառան, որ این շղթաներով կապված, که با زنجیر بسته شده ասում է լսի, ես քեզ էլ չեմ ծառայելու։ میگه که ببین من به تو هم خدمت نمیکنم Ինչպես իրան լավ չեմ ծառայել, դրա համար ինձի վաճառում է ինքը, իրան լավ չեմ ծառայել։ همونطور که به این خوب خدمت نکردم منو میفروشه به تو هم خوب خدمت نمیکنم Նույնն էլ քեզ չեմ ծառայելու։ Համո- Իզուր մի ինձի մի ար։ همونطور هم به تو خوب خدمت نمیکنم منو نخر Այս անznավորությունը չի նայում իր խոսքին, գումարը տալիս է այդ հին տիրոջը, این نفر به این حرف نگاه نمیکنه پول رو میده به طرف و اون ասում է շղթաներն արձակիր է։ و میگه زنجیرها رو پاره کن Շղթաներն արձակում է եւ այս մարդը թողնում ու գնում է։ و این که از زنجیر باز شده میذاره و میره آزاد میره Հիմա այս ծառան մտածում է, լավ, հիմա ինքը ազատ է։ حالا Հին տիրոջ մոտ չի կարա գնա։ حالا این برده میبینه که خودش آزاده پیش نوکر چیز آقای اولی نمیتونه بره Ու մոտ գնա, այս մարդը թողեց գնաց։ پیش کی بره این آدم هم رفت خونش Ես էլ վատանուն ունեմ, ոչ մեկից չի վերցնի, որպեսզի ես իրան ծառայեմ։ Սոված կմեռնեմ։ منم بدنام هستم که هیچ کی منو بر نمیداره از گرسنگی میمیرم Եվ ասում եմ վազեմ այդ մարդու հետևից, میگه بده من دنبال اون مرد دامانشو بگیرم ասեմ լավ, ով ես դու, ինչի համար ինձ փողը տվեցիր, ազատեցիր ու թողեցիր գնացիր։ تو کی هستی چرا منو خریدی آزاد کردی و رها کردی Ասում է դու նայի, میگه تو եթե نگاه کن ուզում ես իմ հետևից գաս, արի, դրեմ։ Եթե չէ դու ազատ ես գնա։ انتخاب تو میخوای با من بیا نمیخوای با من نه تو آزاد هستی آزادی بهش میده Եվ այս ծառան որոշում ասում է սրանից լավ մարդ, բարի մարդ չկա։ و Գնամ իրան ծառայ։ این اسیر این برده میگه از این آدم بهتری نیست که آزادی به من فیض کرده به دنبال این میرم Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է եղել, این خدای ما عیسی مسیح هستش որ մեզ ազատել է։ که ما رو آزاد کرده Ասում է ուզում ես արի իմ հետևից եւ կյանք و ունենաս։ میگه میخوای دنبال من بیا که زندگی جاودانی داشته باشی Տեր օրհնի خدا برکت ամեն بده մեկին, որ Հիսուս Քրիստոսի հետևից քայլում է, որ մինչև վերջ հավատարի մնա։ که همه که با دنبال عیسی مسیح میرن همه وفادار بمونن Թող Աստված զորացնի բոլորիս, լցվենք Սուրբ Հոգով, خدا زورآورتون کنه ապրենք Սուրբ Հոգով, با روح القدس پر بشیم հարոզենք Սուրբ با Հոգով, روح القدس موعظه کنیم روح القدس پر بشیم մնացածը Աստված ինչ որ պետք է այնել կանի։ ما بقیه اون چه که لازمه خدا انجام میده Աստված օրհնի բոլորին։ خدا برکت بده